մենք ձկան արտադրություն ունենք այստեղ։ Ներկայանական։ Ասեցի արդեն, Դուք ուզում եք հանդիպել Պապոյանին, թե փոխարինապես կարծես էկոնոմիկայի նախարարը ընդունելու է։ դե ուրեմն էկոնոմիկայի հանդիպեցես։ Էլի հանդիպել եք բարը։ Ես չէ դա։ Հիմա ձեր ձկնաբուծան ինչ վիճակում է, շարունակում եք երակվել ձկների։ Չէ, դե ձկների կերակրում ենք, բայց արտադրությունը փակ չի աշխատում, չի գործում։ Իսկ որ երկիր եք գնացել եք կազմարման։ Չէ, ես ընդհանուր կապ ունեմ պրոստը ձկնամթերքի հետ, որոշ պատկերացում ունեմ շուկայի հետ կապված։ Երևանում եմ արդեն մի 20 օր այս հարցի շուրջ։ Ում հետ ինչ բանակցություններ եք վարում, ինչ հաջողություններ ունեք։ Հələ դեռ հաջողություններ չունեմ։ Հիմա եթե Անորոշ միջազգ։ Հիմա կառավարությունը որ ասում են արդեն կարող եք ձկները հայկական ձկները տանել Եվրոպա։ Ձեզ ինչ միջոցներ կա, կարող եք համարել։ Չէ, ինձ թվում է սկզբնական պետք է հաշվարկել էկոնոմիկան այդ ապրանքի տահանման, որտեղ իմ կարծիքով մենք խնդիր կունենանք ինքնարժեքի եւ մնացած հարցերով։ Մեր մոտ է այո, մենք չենք կարող կոնկուրենցիա տանել որոշ շուկայում եվրոպայում արտադրությունների Նորվեգիանա, Թուրքիանա, այսպես Դանիանա մեր ինքնարժեքը ձգի մի քիչ ուրիշ է կայանում։ Դրա հետ կապված մենք խնդիր կունենանք։ Մեր շուկան հիմնականում զարգացավ 14 թվականից հետո ձկնաբուծությունը նկատի ունեմ եւ նորվեգական ձկնամթերքը փակվավ դեպի Ռուսաստան։ Դե սանկցիաների հետ կապված Ռուսաստան սկսեց չգալ այդ ապրանքը։ Մեր շուկան ըստ է ձկնաբուծությունը բավականին լավ աճ ստացավ Ռուսաստան արտահանելու հետ կապված։ Ինձ թվում է առաջինը ճանապարհի խնդիր ունենք լուրջ։ Մենք ունենք տրանսպորտ մեքենաներ, տրանսպորտ հետ կապված, որ բեռնատ փոխադրումներով ազբաղվում։ Ու հիմիկվադրությամբ չեմ մանում, բայց ժամանակ եղել է մի տարի, երևի տարի ու կես առաջ մենք շատ բարդություններ եղավ Թուրքիայով դուրս գալու հետ կապված։ Դե հիմա կարծես կառավարությունը խոստանում է, որ այս խնդիրները կլուծվի։ Հա։ Կարող է չեմ կարող ինֆորմացիա չունեմ, չեմ կարող հետքեմ բանալեմ, եթե ասում կարող է ինչ-որ աշխատանք կատարվել է։ Դուք պատրաստ եք թեկուզ փոքր խմբականակով փորձել դեպի Եվրոպա արտահանում անել, հատկապես եթե կառավարությունը փոքր քանակով ասենք հիմիկվադրությամբ մարդկանց մոտ 1000 տոննա չի, 2000 տոննա չի, քանակը բավականին մեծ է։ Ջրի մեջ ձուկը եւ այդ փոքր քանակը ինչքան կօգնի կամ հարց կլուծի, եթե երկրորդ հարցն է։ Ասենք մոտ իմ ինֆորմացիայի տարեկան մեր մոտ դուրս է եկել 10-ից 15000 տոննա ձուկ։ Այդ քանակը կկարողանանք մենք սպառենք Եվրոպայում կամ փոքր քանակ տանելով չեմ մտածում որ հարց կողոքանք մարդկանց հետ կապված, ժողովրդի հետ կապված։ Հիմա ձեր պահանջը ո՞րն է, որ հանդիպեք փոխարինապես մենք ուզում ենք հանդիպենք հասկանանք մեր ապագան ինչ ալնի։ Հիմա կասեն չի լինում, մենք մտածենք ինչ անենք։ Ասենք կոնկրետ հասկանալա պետք ինչ է իրավիճակը, ինչ է մեզ սպասում։ Մենք մարդիկ կան բոլորը կարելի ասել, չեմ ուզում բոլորով ասեմ, բավական մարդիկ կան, որ բանկերում հարցեր ունեն, լիզինգներ ունեն, վարկերում աշխատողներ ունեն, ասենք երկրորդ ամիսն է, աշխատողներին հələ ասենց հնուցած են։ Չեք ուզում աշխատանքից ազատես, ասես մարդը երկար վաղտա մոտդ աշխատել է, բայց ասենք երկրորդ ամիսը պտտվեց արդեն։ Վերջի արտահանումը եղել է մայիսի վերջ իշխան։ Բայց ձկների վիճակը ինչ է լինում, կերակրում եք։ Դե ում մոտ ինչ հնարավորություն ունի, ում մոտ ինչ խտություն է լողավազաններում, ում մոտ կերկածը չկա, մարդկա պրոստը թողել են ջրի մեջ ածուկա, չեն կարում հանեն, որտեղ վաճառք չկա, սպառում չկա։ Այսինքն նաև վարկային վարկերի ժամանակահատվածման աջակցություն եք կա։ Մենք կոնկրետ մենք դիմեցինք բանկին, խնդրեցինք արձակով 6 ամսով, կարծեմ այսօր նիստը պիտի լինի, ինչ կորոշեն երկու անք իմանանք երևի։ Որ բանկն է։ Ակբանկ։ Մի
քանի ձկնաբույսով, թե միայն դուք։ Չէ, ես կոնկրետ մեր ձկնաբույսարանով մենք դիմեցինք, կոնկրետ մենք մեր մասին։ Մնացածին ես չեմ կարող ասել, ես ասեցի, որ կարող են դիմել, երևի բանկը ընդառաջ կգնա հասկանալով վիճակի ինչու է։ Եթե գաղտնիք չի, ինչ թվի մասին է խոսքը, որ չեք կարողանում հիմա մուծել։ Միլիոններ է, մի քանի 100,000-ներ է։ Չէ, միլիոններ է, մի քանի 100,000 չի։ Եթե դրամով ենք խոսում, միլիոններ է։ Դա երկու ամսում կուտակված վարկ է նկատի ունենք։ Չէ, մենք վճարել ենք, մենք վերջինն է վճարեցինք, ըստ մեր բայց օգոստոս ամսից խնդրեցինք մեզ արձակուրդ տան։ Դա այն վարկն է, որով տնտեսությունը հիմնել եք։ Տնտեսությունը չէ, դա արտադրությունն է, վերամշակման արտադրությունն է։ Տեղական շուկայում էլ չեք կարողանում վաճառել։ Գիտեք ոնց է, ասենք, եթե մենք դա վաճառում էինք 10 ռուբլիով, օրինակի համար, կամ 10 դրամով, սենց վեկալ ենք, եկես շուկայում վաճառենք, հիմա ասենք, մեր շուկայի, ներսին շուկայի անհրաժեշտությունը երևի 10% չի կազմի, այդ ընդհանուր ապրանքից ինչ գնով մենք վաճառենք դա։ Ձեր ազգանշացրեք էլի։ Սևոյան Լևոն։ Պարոն Սևոյան, կառավարության նիստում ես վստահ եմ դուք տեսել եք, Պապայանն ու ՍԱԱՏՄ ղեկավարն ասում էին, արտահանելու համար շատ մեծ լուրջ փոփոխություններ պետք չի, այն խտեր ինչ որ դուք ունեք, դա էլ հարկավոր է։ Ուղղակի մի անգամ պիտի դիմեք այդ համապատասխան ցանցում ընդգրկվելու համար։ Գուցե ընդհանրապես անհնար եք համարում դիմել, փորձել։ Գիտեք ոնց, ասենք հիմա արտադրությունը որակի վրա վստահ եք, որ որակի խնդիր չի լինի, հարցը դրանում չի, որակի խնդիր չի լինի։ Ինձ թվում է կարելի է փորձել, ոչ մեկ դեմ չի դրան, բայց ծավալի խնդիր է։ Մի հատ խնդրեմ այն պահը ներկայացնեք, որ 70% պիտանելիության ժամկետով է ցուցաբերվում։ Իսկ դա համապատասխանում է միջև Ռուսաստան հասնելը զուտ համակային, միջև Եվրոպա հասնելը քանի օր է տևելու եւ ժամկետն արդեն կորելու։ հիմա նայեք ոնց ասեմ դες ձուկը ունի 14-ից 16 օր ժամկետ։ Արտադրությունը մշակելուց հետո 14-ից 16 օր ժամկետ ունի։ Ընդհանրապես թարմ ձուկը ընդունելուց 70% մնացորդային ժամկետ պետք է լինի այդ ձկի մոտ, որտեվ այդ ով ապրանք ընդունում, այնքան պետք է հասցնի բաժանի խանութներին եւ խանութներում հասցնեն ժամկետի մեջ դա վաճառել։ Հիմա ասենք մենք գնում էինք այս վերջերս մի 5 օր երևի միջև Ռուսաստան մեքենաները հասնում էր։ Այս տարբերակը Եվրոպայի մենք փորձ ունենք, ես չեմ կարող ասել, քանի օր մենք կգնանք։ Քանի օրում կհասնի չեմ կարող ասել։ Տեղական շուկայում հնարավոր չի սպառել այդ ապրանքը եւ արդյոք հնարավոր կլինի ամբողջ ծավալով դա իրացնել։ Ես ասեցի, որ շուկան, մեր շուկան որ կա ստեղ, մեր ունեցած ձկի 10%-ը երևի զորով սպառվի։ Ես թվում է ես բոլոր հարցերին պատասխանեցի։ Վերջ էլի որ թվում եք որ ժամկետը կարճ է, չգիտեք, ճանապարհը երկար է։ Այսինքն մենք չունենք նաև այդ համապատասխան բեռնափոխադրող բաները, հնարավորությունը որ սառնաներում պահվի, չփչանա, մինչև մեքենա բեռնափոխադրումը սառնարան մեքենայով է գնում։ Մենք էլ ունենք այդ մեքենաներից մենք հնարավորություն էլ ինչ որտեղ կարող ենք փորձել գնալ, բայց մենք չունենք հիմիկվա դրությամբ, ոնց ասեմ, ես չեմ մանում վերջի անգամ ով է գնացել տենց դեպի Եվրոպա։ Մենք մի անգամ փորձ ունեցել ենք մի 3 տարի թե առաջ, 2 տարի առաջ, մենք Ֆինլանդիայով եկանք եւ Թուրքիայով դժվարությունով մի 5 օր քաշեց, բայց անցանք։ Այն վաղ վալյո կարակն էինք բերում ֆինական, մեր մեքենան, մեր բեռնատարը բերեց։ Դժվարություններով, տարբեր հարցերով, բայց մեքենան մի կերպ անցավ։ Հիմա անորոշություն։ Հիմա չունեմ փորձ, չեմ գնացել։ Չեմ գնացել, որովհետև փորձ չկա։ Այսինքն դուք որ Հայաստանից արտահանում եք, քանի օրում պետքա տվյալ երկրում լինի։ Եթե արտահանում ենք Հայաստանից, եթե 16 օր է, գոնե 5 օրում պետքա հասնենք մենք, որ մարդիկ կարողանան դա ընթաց տան։ Ընդ է։